Պարոն Սահակյանյան, կա արդեն հստակ որոշում, հասկացանք, որ դաշինքի ձևաչափը ցանկանում եք պահպանել, կա որոշում արդեն, որ դաշինքը ով է ղեկավարելու, կրկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, եւ որ այլ ուժերի հետ է այս պահին բանակցությունները ընթանում։ Այդ մասին դա որոշում չկա, այս է որպեսզի հասկանանք ընթացքը, դաշնակցությունը որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա մենք արդեն պետք է տեղավորություններ, խորհրդակցություններ, բանակցություններ, որպեսզի գանք եզրակացություն։ Այդ բոլոր հարցերը արդեն տեղի կունենան եւ դաշնական որոշման կգան այդ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում։ Բնականաբար սա մեր մոտեցումն է եւ այս հարցերը որոշում է կուսակցության գերագույն ժողովը։ Այս որոշումը մենք արդեն ունենք եւ սրանից հետո մինչեւ հիմա որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, որովհետեւ մենք չենք գնացել այդ որոշումը մասնակցելու եւ դաշինքային ձևաչափով գնալ։ Այս որոշումից հետո արդեն ազատ ենք եւ լիազորված այդ բանակցությունները քննարկումները վարելու եւ դաշնական եզրակացության գալու եւ այդ հարցը պետք է որոշվի բնականաբար երկու կողմերի քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներից հետո որոշակի հստակություններ կլինեն։ Քննարկում չի եղել այդ մասին, եւ քանի որ չի եղել այդ մանրամասները, հիմա չեմ կարող վերջնական հայտարարել նրան։ Խնդրում եմ բանակցությունների մասին մի քիչ ավելի մանրամասն, օրինակ բանակցությունների մասին խնդրում եմ մի քիչ մանրամասն, օրինակ կան ուժեր, որոնց հետ բացառում եք բանակցությունը եւ գործարար Կարապետյանի առաջնորդած շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանում պետք է նոր առաջնորդ եւ ուղիղ ասած, որ նախկին ղեկավարները, ինչպես նաև գործողը, չպետք է ուրեմն լինեն, խոսքով պետք է, այսպես ասած, հեռանան առաջին համարներից եւ պետք է նոր առաջնորդ։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում եւ համաձայն եք, որ եւ օրինակ կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նահանջի եւ ձեր այդ դաշինքը չգլխավորի Ռոբերտ Քոչարյանն, այսինքն այս ընտրություններին նրա առաջնորդությամբ չգնաք։ Գիտեք, ով է լինելու եւ ով է արժանի լինել իշխանություն ձևավորել, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու մեկ այլ ուժի մասնակցություն։ Ձևավորման համապատասխան դաշինքները կներկայացնեն ծրագիր, կներկայացվի թիմ եւ մեր ժողովուրդը իր մանրատականը կտա։ Իսկ ինչ վերաբերում է հավանական համագործակցությունը, ես կասեմ մեր տեսակետը, մեր մոտեցումը։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։